72 ընտանիքներ հանրապետության բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից։ Ահա այսքան ընտանիքներ են հասել հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական ընտանիք ավանդական հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլ։ Մրցույթի ավարտական փուլին ներկա էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Եզրափակիչ փուլում մարզական ընտանիքներն իրենց հմտություններն էին ցուցադրում։ Վերջին ու վճռորոշ վայրկյաններն էին բաժանում նրանց ցանկալի հաղթանակից։ Շատ ուրախ ենք, որ դուրս եմ եկել եզրափակիչ, հուսով եմ, որ կհաղթեմ։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի այս տարվա նորամուծությունն այն էր, որ ի տարբերություն նախորդ տարիների ընտանիքները պայքարում էին 2 տարիքային կատեգորիաներում՝ 6-ից 9 տարեկաններ և 10-ից 12 տարեկաններ։ Տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները երկրի ղեկավարությանը ներկայանում են տոնական շքերթով։ Ողջունելով մրցույթի մասնակիցներին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն ուրախությամբ փաստեց, որ մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ Կազմակերպվում են բազմաթիվ մարզական միջոցառումներ, որը նպաստում է մասսայական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը։ Վերանորոգվել են բազմաթիվ մարզակառույցներ, մարզական ընտանիքների թիվը տարեցտարի ավելանում է և այս տարի կրկնապատկվել է։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ սպորտը արդեն իսկ դարձել է մեր կյանքի շատ կարևոր մի մասն։ Նախարարը 100,000 դրամով պարգևատրեց փոխանցումավազք բասկետբոլի գնդակի նետում Զամբյուղի մեջ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացածք, խաղային փոխանցումավազք մրցաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզական ընտանիքներին։ Ավանդույթի համաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից 100,000 դրամով պարգևատրվեցին յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր 2 մասնակիցները։ Ամենակրտսեր մասնակիցը Գոր Գառնիկի Հովակիմյանն է Արարատի Արտաշատ քաղաքից։ Երկրորդ տարիքային խմբում ամենակրտսեր մասնակիցը Տիրան Արմենի Երիցյանն է Շիրակի մարզի Արտիկ քաղաքից։ Ողջունելով մրցույթի մասնակիցներին, նախագահ Սերժ Սարգսյանը կարևորեց առողջ ապրելակերպի արմատավորման գործում նման մրցույթների անհրաժեշտությունը։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ես տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է, թե իրենք հաղթել են։ Եվ այսպիսի մթնոլորտը շատ լավ մթնոլորտ է։ Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է, առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ։ Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների, առողջ մարդը միշտ ունակ է պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների։ Ցանկանում եմ, որ Հայաստանում ամեն տարի շատանան մարզական ընտանիքները։ Ցանկանում եմ, որ տեսանել ապագայում մենք խոսենք ոչ թե հարյուրավոր ընտանիքների մասին, այլ հազարավոր, որովհետև նորից եմ կրկնում, առողջ միջավայրում միշտ սնվում է առողջ միտք, իսկ մենք առողջ մտքի շատ կարիք ունենք։ Ամփոփելով արդյունքները հայտարարվեցին այս տարվա լավագույն մարզական ընտանիքների անունները՝ Ալեքսանյանների ընտանիքը Շիրակի մարզից և Սանթրոսյանների ընտանիքը Երևանից։ Հաղթող ընտանիքները պարգևատրվեցին վկայագրերով և 500,000 դրամով։ 4-րդ տեղերը համապատասխանաբար ստացան 400, իսկ 3-րդ հորիզոնականում հայտնված ընտանիքները 300,000 դրամ։ Դժվար էր, որովհետև երկար և տանջալից աշխատանք էր պետք, որպեսզի հասնեինք այս նպատակին։ Իսկ տարվա ընթացքում ընտանիքով մարզվել եք, թե Այո, մարզվել ենք։ Փետրվար ամսից սկսած մենք շաբաթական 3 մարզում բարդադիշտ կանոնավոր անցկացրել ենք։ Ինչ տվեց այս մրցույթը ձեր ընտանիքին։ Մեր ընտանիքին տվեց ավելի ամուր ընտանիք ենք, մենք միջև դա էլ եւ սա ավելի մեզ ամրացրեց եւ հնարավորություն ունեցանք երեխայի հետ գնալ մարզվելու, որտեվ իրոք ժամանակ չի լինում այդ հաճախակի երեխայով զբաղվել կամ գնալ մարզադաշտ պարապելու համար։ Ավարտին խմբակային լուսանկար ի հիշատակ լավագույն մարզական ընտանիք հանրապետական մրցույթի մասնակցության։
Ավարտեց նախագահի մրցանակի համար տարվա լավագույն մարզական ընտանիք մրցույթ փառատոնը։ Նախաձեռնության հեղինակները գոհ են արդյունքներից։ Մնում է սպասել մյուս տարվա մրցանակաբաշխությանը։ Իվետ Ատոնոյան, Վահե Առաքելյան, Էպիկենտրոն։